Պարոն վարչապետ, դուք անցած ամիս հայտարարել եք, որ մասնակցելու եք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին օգոստոսի 6-ից 7-ն է, կարծեմ ձեր որոշումը ուժի մեջ է, եթե այո, ինչ օրակարգով հաշվի առնելով, որ այդ հեռախոսազրույցից հետո դուք ասացիք, որ այսինքն հաղորդագրությունը այն մասին էր, որ եղած խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ռուսական կողմը շարունակում է պնդել իր դիրքորոշումը այդ հանրաքվեի մասով, այս պայմաններում որն է լինելու հայկական կողմի օրակարգը այդ մասնակցության ժամանակ եւ նաեւ ասացիք, որ երկար զրուցել եք, ես ուզում եի նաեւ հարցնել երկաթուղու հետ կապված, արդյոք քննարկում որևէ եղել է, թե այդ թեմային չեք անդրադարձել։ Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան։ Բավարար չափով, բայց ոչ անվերջ։ Այդ հարցը պետք է լուծվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի։ Եվ էլի եմ ասում, հիմա շատ քննարկում են, փորձում են ինչ-որ բաներ, հիմնական Հայաստանի ընդդիմությունը միջայլոց բան արեք, կալուգացի օլիգարխի միջոցով, այս կթանկանա։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի համար տարեկան $2 միլիարդ ուզեն։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ուծեք, կամ էլ մենք երկաթուղու մասին ակնարկի բան չկա, ես պարզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դա եւ ուրիշ տարբերակ չկա։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաեւ մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաեւ էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Ինչ արած արբիտրաժի մասին հիշում եք այստեղ ինչ խոսակցություններ տեղի ունենում, որ արբիտրաժը բանը հեծի նախկին սեփականատերերը, բաները կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ այս շենքում պարզվեց իրանք մարդ ունեին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում ասում եք կոռուպցիա։ Բայց կոռուպցիա չի։ Իմիջիայլոց որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը։ Որ գրություն էր գրել, ստեղ բան կար, չէ, պարտականությունները կատարող, գրություն էր գրել, իր գրության հիման վրա աղմուկ էր, որև ես իրավապահ մարմիններին եմ դիմում, որև մեկը քննել է, հետո գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում։ Որև մեկը քննել է, սա կոռուպցիա, թե կոռուպցիա, այդ ինչ կապեր են գործը։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Տենակ այդ մարդը ինչ էր անում, ստեղից բաներ լրատվական ու քաղաքական դաշտի ինֆորմացիաներ էր տալիս եւ անտրամաբանական գրություններ, հատե լրագրողները տերորի մեջ, վայ, կառավարությունը արբիտրաժում պարտվելու է, բայց ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում։ Որովհետեւ բաները տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննելա կոռուպցիա, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից, քննել են այդ դեպքը, թե չեն քննել։ Շնորհակալություն, հաջորդ հարցն է, թե չես որ շահերը սպասարկել, ոնց է կառավարության
դիրքորոշմանը հակասող գրություններ է գրել այդ մարդը։ Վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ է գրել այդ մարդը։ Պետք է արձակ դիրավական գնահատականի առ։ Հետո գնացել է հայտնվել Եռագլուխ կուսակցության պոչի ցուցակի մեջ։ Այս պատահական է։ Այդ պատահական հա տենց ստացվեց։ Հետո պարզվեց Եռագլուխ կուսակցության պոչը ինչ որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ Այդ պատահականությունը ոչ մեկ չի հետաքննի դա։ Նույնիսկ պետական մարմինները։ Եվ հետաքրքիր է, իրոք ես պատասխան եմ ակնկալում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս կոնկրետ դեպքով զբաղվել է, թե չէ։ Մեր իրավապահները այս կոռուպցիայի մասին է առավոտից, դրանից ավելի լավ կոռուպցիա եք ուզում։ Ինչի մենք այդ մարդուն որտեղ գործ ենք տվել, հաշիվ ենք վերցրել, փող ենք ուզել, կաշառք ենք ուզել, ծանոթով ընդունվել գործի։ Մյուսը ո՞րն էր։ ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, ինստիտուտներով, բայց դա հարթակ է, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասելու եմ նաև այնտեղ։ Իսկ ինչ եմ ասել ձեզ բրիֆինգում։ Ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եւ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարել։